Արտաքին գործերի նախարարը վարչապետին է ներկայացրել 2025 թվականին հիմնական ուղղություններով կատարված աշխատանքները, ձեռքբերումները, ընթացիկ տարում շարունակվող եւ նախանշվող անելիքներն ու ծրագրերը ըստ առաջնահերթությունների։ Արարատ Միրզոյանը խոսել է նաեւ խաղաղության գործընթացում արձանագրված կարևոր զարգացումներից։ 2025-ին եւս, ինչպես դրանից առաջ, ինչպես նաեւ 26 թվին մեր թիվ 1 առաջնահերթությունը խաղաղության օրակարգի սպասարկումն է եւ երկու հարևանների հետ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման առումով բավականին ինտենսիվ եւ արդյունավետ է եղել տարին, այդ թվում բանակցային գործընթացի, խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման ու նախաստորագրման, Վաշինգտոնյան համաձայնությունների, վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի առումով։ Մենք այսօր արդեն ունենք երկկողմ առևտուր, Ադրբեջանի տարածքով բեռների փոխադրում, նշել է Արարատ Միրզոյանը, խոսել է նաեւ Թուրքիայի հետ հարաբերություններից։ Թուրքիայի հետ կրկին շատ ինտենսիվ է։ Մենք ունենք որոշակի առաջընթաց, օրինակ շուտով կտեսնենք Turkish Airlines-ի չվերթների բացումը, հայտարարվել են կրթաթոշակներ, e-վիզա համակարգով հեշտացումներ արեցինք ծառայողական հատուկ եւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար, բայց հարցերի հարցը սահմանների բացումը թեկուզ եւ մասնակի երրորդ երկրների համար կամ դիվանագիր ունեցողների եւ հարաբերությունների հաստատումը այս պահին դեռ չլուծված է, պետք է արձանագրենք, այնուամենայնիվ առաջիկա ամիսներին շատ էական, եթե չասեմ ամբողջական կարգավորում ենք ակնկալում։ Խոսելով տարածաշրջանային զարգացումներից, անդրադարձել է մյուս երկու հարևանների Վրաստանի եւ Իրանի հետ ռազմավարական գործընկերության զարգացման հարցերին։ Երկու հարևանների հետ էլ հրաշալի հարաբերություններ են։ 2025-ին արտաքին գործերի նախարարության ջանքերն ուղղված են եղել նաեւ նոր ուղղություններով ռազմավարական գործընկերության զարգացմանը։ Անցած տարին աչքի է ընկել բարձր մակարդակի փոխայցերի եւ շփումների ինտենսիվությամբ։ Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունները խիստ ինտենսիվ են զարգանում եւ շատ բովանդակալից են։ Նշեցի արդեն, որ իրենք որոշակի հստակ եւ վճռորոշ դերակատարում ունեցան խաղաղության հաստատման հետ կապված, բայց նաեւ երկկողմ հարաբերությունները դուք MOU-ներ ստորագրեցիք նախագահ Թրամփի հետ, արդեն այդ MOU-ները աշխատում են։ Գլխավոր դիվանագետը գոհունակությամբ ամփոփել է տարվա ընթացքում արձանագրված ձեռքբերումները Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորացման ուղղությամբ։ Միրզոյանը կարևորել է եվրոպական երկրների հետ համագործակցության ու ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացված քայլերն ու ձեռքբերումները։ Գործընկերային հարաբերությունները զարգացել են նաև ասիական եւ մերձավոր արևելյան ուղղություններով։ Արևելք նայելով շարունակելով խոսակցությունը Չինաստանի ձեր այցի ընթացքում ռազմավարական գործընկերություն հաստատեցինք, նոր ծրագրեր են Ճապոնիայի հետ մեր առջև բացվում։ Հնդկաստանը ավանդական արդեն մեր համար շատ հուսալի եւ ամուր պարտնյոր է։ Պակիստանի հետ կարողացանք դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ Հայաստանը ձգտում է Ռուսաստանի հետ զարգացնել փոխադարձ հարգանքի բարեկամական հարաբերություններ։ Ռուսաստանի Դաշնությունը խորը բովանդակային հարաբերություններ, հատկապես տնտեսության բնագավառում, կապերի բնագավառում, բազմաթիվ այցեր, կոնտակտներ, մեր առջև խնդիր ենք դրել, ձևավորել Ռուսաստանի Դաշնության հետ այնպիսի ջերմ բարեկամական հարաբերություններ, որոնք հենված են փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության նկատմամբ հարգանքի։ 2025 թվականի ընթացքում շարունակել են Հայաստանի դիվանագիտական ներկայության ընդլայնմանն ուղղված կոնկրետ քայլերը։ Նոր ռեզիդենտ դեսպանություններ են հիմնվել Կիպրոսում, Հունգարիայում, Օմանում։ Բրյուսելում ձեռք է բերվել մեր երկրի դիվանագիտական ներկայացուցչության նոր շենքը, շարունակվել են Փարիզում մեր դեսպանության շենքի վերանորոգման աշխատանքները, ինչ վերաբերում է Միջին Արևելքին, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Կատարի հետ տնտեսական նոր հարաբերություններ են նախանշվում։ Արարատ Միրզոյանը խոսել է նաև 2025-ին Երևանում անցկացված եւ այս տարի կայանալիք բարձր մակարդակի կարևոր միջոցառումների մասին։ Կոնֆլիկտի պատմության հետ ավարտի հետ միաժամանակ մենք նոր դիրքավորում ենք ուզում ձեր ստանալ եւ որդեգրել միջազգային հարթակներում եւ կենտրոնանալ արդեն դրական օրակարգի վրա։ Ոլորտներ ենք մտնում, որոնց ոչ նայել ենք տավանդաբար, ոչ ժամանակ ենք ունեցել, որովհետեւ ամբողջապես կոնֆլիկտի վրա ենք կենտրոնացած եղել։ Հաշվետվության ավարտին երկրի ղեկավարը կարևորել է արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարունակական իրականացումը, հաշվի առնելով նաև տարածաշրջանում եւ աշխարհում ստեղծվող նոր իրողություններն ու հնարավորությունները։